ապրել երկրում, գործում է ելնելով երեխայի ընտանեկան միջավայրում հասակ առնելու իրավունքը պաշտպանելու գործոնից։ Ընտանիքների ամրապնդումը մեր գործունեության ամենակարևոր ուղղությունն է։ Առաջնահերթում մենք փորձում ենք աշխատել երեխաների կենսաբանական ընտանիքների հետ։ Այն ընտանիքների, որտեղ ընտանիքի փլուզման ռիսկայնության աստիճանը բավականին բարձր է։ Պրոբլեմի մի մաս կամ մի մեծ մաս մենք վերցնում ենք մեզ վրա միայն ու միայն այն դեպքում, երբ ծնողը կամ ծնողները իրենց ստանձնած պարտավորությունները շարունակում են կատարել։ Եթե մենք չենք կարողանում օգնել եւ ընտանիքի վերջո գնում ենք հայքայման, այդ դեպքում կա նաեւ մեր մանկական գյուղը։ Մանկական գյուղ բնակավայր է։ Երեխաները ապրում են, հաճախում են կրթական օջախները գյուղից դուրս, դա Աբովյան, հարակից համայնքային դպրոցները, մոտ 10-12 խմբակներ ունենք ըստ նախասիրությունների։ Ամեն տուն ունի իր հարմարավետ պայմանները։ Բավականին բարձր է եւ մեր երեխաների սոցիալիզացիայի մակարդակը նույնպես բավականին բարձր է, որը մեր կարևոր երախնդիրներից մեկն է։ Գիշերը մամեր վառած, նոր ձեռքերը ես համբուրում եմ, քո սիրո համար իմ մայրիկ բարի, ողջ աստղերը քիչ են էլի, ես այս երգը
Առաջին հերթին երեխան պետք է շրջապատված լինի սիրով։ Երեխաները ցավոք սրտի ամենատարբեր, ամենաշատ ծանր վիճակներում հայտնված երեխաներ են։ 1-2 ամիս հետո երեխան երբ որ հայտնվում է արդեն մեզ մոտ, արդեն կամաց երբ արդեն այցելում ես այդ տունը, որտեղ երեխաներ են գալի տարբեր ընտանեկան իրավիճակներից ու կախված այդ իրավիճակից համապատասխան խնդիրներ լինում են։ Եթե երեխայի հետ աշխատում ես ու ինքը քեզ վստահում է, ինձ թվում է շատ կարևոր պահ է, ամանավանդ մանկավարժի գործում, գոնե խորհրդով, եթե ոչ ավելին, մանկավարժը պարտավոր է օգնել։ Եթե նույնիսկ չգիտի երեխայի տված հարցի պատասխանը, իսկ դեն շատ դեպքեր ալնեմ, պարտավոր է գտնել այն, որովհետև եթե նա հայտնվել է այստեղ անորոշությունից, չի կարա ևս անորոշության հանդիպի։ Նրանց 22 տարեկանը ապահովում ենք անհատական զարգացման պլանավորումը, բավականին կարևոր գործոն է, եւ եթե երիտասարդը հասել է ինչ-որ մի աստիճանի, ունի մասնագիտություն, աշխատում է, ունի կայուն եկամուտ, ապա մենք պարտադիր չէ, որ համատարած մոտեցումով մինչև 22 տարեկան շարունակենք աջակցել։ Սրանք լուրջ մշակված հայեցակարգերի հիման վրա են իրականացվում եւ ժամանակի մեջ են ապացուցել են իրենց արդյունավետությունը, ավելին ասեմ, մեզ մոտ Հայաստանում բավականին որակով է դա իրականացվում եւ շատ երկրներից յուրաքանչյուր տարի գալիս են նոր ընդունված աշխատակիցների գործ